Ես ես նյութը շատ եմ սիրում, ես կարտոնները, այստեղ խառը, ակրիլ, յուղաներ, պաստել, տենց խառը, օրվա տրամադրություն, հոգեվիճակ, ես իմ վերջի ես ամբողջ տարվա, 1-2 տարվա բաներ են։ Շատ եմ աշխատում։ Արագ եք աշխատում։ Ըստ տրամադրության շատ արագ կամ ստացվում է, կամ չի ստացվում։ Բայց երբ որ կոնկրետ պատվեր ալենում, ինչ-որ մի բան անելու, արդեն կաշկանդվում ես ու սկսում ես աշխատել, տրամադրվել, ոչն, դժվարանում ես ինչ-որ իմի բերես։ Փառք Աստծո, կա պահանջ։ Շատ յուրահատուկ է այդ կարտոնը որպես ֆոն, որ օգտագործում։ Հա, ես թողնում եմ ֆոնը, ինքը շատ լավն է։ Հետո նա յուղաներ կեմ անում, բայց вообще ոչ ներծծում է, ոչ մանենց հետարքիր նյութ է։ Հետո որ մտնում արդեն ապակուտակ պասպորտով ռամկայով, էլ արդեն դառնում է կարևոր չի էլի, ասենք։ Օրինակ Արծրունյան իր գործերը կան գործեր, որ սա օրինակ կարտոնի վրա է կտավը քաշած։ Ինքը քաշում էր հատուկ կարտոնի վրա, որպեսզի տեղափոխում էր բան, տարբեր երկրներ բաներ ցուցահանդեսի, որ չփչանար։ Դե մեր ժողովուրդը մի քիչ ուրիշ տեսակ է, չէ պիտի կտավ լինի։ Շատ տարբեր է։ Ինձ թվում է։ Գարունը մի տեսակ է լինում, ձմեռը մի ուրիշ տեսակ, հետո հետարքիր է, ձմեռը շատ ակտիվ է լինում։ Իմ մոտ, չգիտեմ ինչի, թե արևի պակաս է, թե ինչ է ստեղ, սկսում է ստեղ, արևի պահանջ է։ Սենց էլ ալու։ Օրինակ սա ինչ եղանակ էր, ավելի խամրած է։ Ես կարնան եմ արել կարծեմ, ես կարնանա։ Ինձ դուր է գալիս։ Ափսոս իմանայի ալբոմները կբերեի, որովհետև տանն եմ աշխատում, գունավոր մատիտներ են։ Հա, տեսա այնտեղ մոտիկ։ Բուկվալն է, մի քանի օր առաջվա բաներ են, էլի։ Այս մեկը դրեցի սենց ռամկայի մեջ, սենց բաներ շատ եմ անում։ Համարյա ամեն օր աշխատում եմ։ Չի գրած, բայց կարող ասենք 17-18 թիվ էլի տենց։ Չեմ գրում, չգիտեմ ինչի չեմ գրում։ Գառնի ձորի երկեհոն քարերը որ կա, ստեղ էլ մի հատ ծառ է աջում, եթե այնտեղ քարանձավի նման բան կա, եւ դիմացը մի հատ ծառ է։ Ես էլ այսպես ես մի քիչ ավելի երկեհոնային տրամադրություն եմ տվել, էլի դեպի երկինք, մի կտոր էլ երկինք։ Կարող ասենց էլ էլի։ Ով է իմանում։ Վերիմ նոր գործ է։ 25 թիվ, տեսեք, արդեն խելոքացել եմ, արդեն գրել եմ։ Հա։ Մարդիկ տարբեր տեսակ են ընկալում այս գործը։ Մեկի դուրը ուղիղ ասում, խնդրում եմ ուղիղ ասեք, մեկը շատ է հավանում, մեկը ասում է դե կարող է սենց չլներ, ունեցել էր, դա արդեն պատիվ է, էլի, որ մտածում է, որ կարող է սենց լեր։ Արա Հարությունյանը Խուցավետի նախագահն էր, ինչ եկավ արվեստանոցում աշխատում էինք, մեծ բարելեֆ էինք անում Թոմի հետ, ասեց դե ինքը բարելեֆի աշքա էր իսկապես էլի, ասեց ես այս սենց կանեի, ասում եմ դրանից են կոմ էլ ինձ համարով պետք է դες մի հատ բան ասեր էլի, որ
Հենց որ եթե գործի համար խոսում են, ինչ-որ բան ասում են, ընկերներս ես շատ ուրախանում եմ, որ մտածելու առիթ է տալիս, էլի։ Սա այն մի քանի գործերից է մնացած, որ 18 թվին ցուցահանդես արեցի Միությունում, ես դրանցից մեկն է։ Մի քանի հատ մնացել է։ 18 թվին հեղափոխության օրերը որոշեցի անհատական ցուցահանդես, այսինքն նախնական արդեն պայմանավորում ենք այնտեղ մի տարի առաջ, որ օրը վերցնես, որտեղ դահլիճները անցած զբաղված են, չէ՞։ Ու այդ օրերը ընկավ։ Տղաները խորհուրդ են տալի, որ չանենք։ Ասի չէ, պիտի անենք ու գիշերները պիտի բաց մնա։ Մինչև ուշ գիշեր սրահները բացեր, այնքան մարդ էր գալի, որ ցերեկ այդքան մարդ երբեք ցուցահանդեսին չի եկել։ Ինձ համար այդ մի հատ եսի ինչ էր, շատ հետաքրքիր էր, շատ։ Ինչն եք համարում ձեր նկարչության մեջ յուրահատկությունը։ Ես ով եմ, որ յուրահատուկ բան ունենամ, նկարիչ եմ, էլի։ Բոլորս նույն օդն ենք շնչում, նույն երկրի զավակներ ենք, տարբեր երևի սրվակների մեջ։ Ես առաջին անգամ նկարիչների միություն ցուցահանդես ցուցադրություն եմ ունեցել 67 թվին։ 67 թվին այդ մեր մեծերի հետ։ Աղվասիկ Հայրիկի հետ։ Ես Լուբոյի պապայի արվեստանոցում ավելի շատ եմ եղել փուջուրված, քան ինքը, որտեղ ես իրանից մեծ եմ։ Ես մի ուսուցիչ ունեի դպրոցի։ Իր այդ շատ մոտ էր Հակոբ Փափազյան։ Սա շաբաթը 1-2 անգամ իջացնում էր այդ հիմա որ կա այդ մուզեյը, հիշում եք երևի, մենակ այդ մի կտորն էր, նեղ տեղներ, աշճաներով աջ կողմից բարակ աշճաները բարձրանում վերև ընդ նստում էին։ Ինքան լավ հիշում եմ։ Ու դեպի բակ էլ դոր կար, բայց ներքևից։ Հաճախ էի լինում ընդ։ Մի հատ հետաքրքիր բան էր ասում, այդ իր անկերը, որ իմ ուսուցիչն էր, շատ ճաշակով մարդ էր։ Քոչարը ինձ մի անգամ սենց ասաց. դու գողացի սրանից, գողացի, ինքը քեզ բան չի տա։ Ասում եմ, ինչ գողանամ, երեխա տղա, ես ինչ գողանամ։ Հետո հասկանում եմ ինչ ասում էլի, տես նայի ինչ անում։ Լավ թրթռում է, չէ՞, ինչ որ հետաքրքիր բան կա։ Շատ։ Այս Արծրունյանը, անի իմ մամայի պորտրետն է, 74 թվին մահացավ, 50 տարեկան չկար, Իրանը նկարել։ Հələ պապան 69 թվին եմ նկարել պապային։ Ռաֆոն մեգալ ինձ նվերա տվե, հետևն էլ մի հատ մեծ բանակր է իմ համար։ Իմ սիրելի վարպետ, ընկեր, բարեկամ, ինչ ասես գրել է։ Ես մի ամիս առաջ Աբու Դաբիում էինք Դուբայում։ Սա ինֆորմացիաները արխիտեկտուրա է դարել։ Որտեղից մեզ է այդ ինֆորմացիան։ Այսի, այս տեսակի ֆորմաներով այդ ոնց է կոչվում իրանց մոտ այդ 3 ռելիգիաների, չգիտեմ ինչա, եկեղեցի չեմ կարող ասեմ, էլի, 3 ռելիգիաների այս ֆորմաներով արխիտեկտուրա է, ուղղակի առանց որևիցե բան, այսպես կտոր է, 3 հատ, մի կուպլի տակ, պատկերացնում եք, այնքան հետաքրքիր էր, բայց չհասցրեցինք մտնենք, բայց այս անգամ անպայման պետք է գնամ նայեմ, ու այդ ֆորմաներն էր, այս Լեննականի երկրաշարժին նվիրված, սենց մեծ կլի բաներ են, Սարդարապատում է, մուզեյում է։ Այն ժամանակ թեմատիկա էր, թեմայով աշխատում էինք, էլի։
Մի քիչ է ձեր հավաքածուի մասին կխոսեք, տեսնում շատ հարուստ հավաքածու ունեք։ Դե այդպես մեծ հարստություն չի, բայց ունեմ։ Արդեն մոտ ցավոք սրտի վիճակը այնցա որ միշտ փոփոխվում է ինձ մոտ, ասենք միշտ վաճառում եմ, նորն եմ գնում, օրինակ էս մի Արծրունյանը մի 2-3 ամիս առաջ եմ վերցրել Մոսկվայում։ Տղան զանգեց այդ ծերինը։ Ասենց գործ ես չի կարա դա չառնեի պրոստը։ Ես ոնց որ ադերժիմ էլի Արծրունյանով ասես բանը։ Շատ մոտ եմ եղել հետը, շատ։ Ու վերջի տարիները մեծ չխոսամ, բայց ես իրա շատ եմ օգնել, որ ապրեցրել եմ էլ իրան, ասենց ասենք, այդ 90-ականների ծանր տարիներին ես միշտ իրա գործերը գնում էի, ու տանում էի Բեյրութ, Լիբանան, там Սիրիա, Հալեբ, ստեղ էի տղաներին տանում, առնում էին իրանից գործեր։ Ընկերներս են ժամանակվա հարուստները, էլի հիմիկվա այս ուժան հարուստները չէ։ Այն ժամանակվա նորմալ հարուստները ինձ խնդրում էին այդ լավ բան բեր, լավ նկար, մեր լավ տղեկից մինասներ, տարբեր վրյուրներ բան։ Ու մի երկու հատ էլ ինձ համար էի վերցնում։ Դե տղաներին տալիս են, Աշոտ Հովհաննիսյանը ծախում էր $200 մետրանոց գործը։ Բայց այդ $200 ապրում էր մարդը։ Արա Բեկարյան շատ եմ սիրում իրան, հրաշք նկարիչ է։ Հա, դեղց Աշոտներ, մինասներ, մի 2-3 հատ պստիկ Սարյաններ, ռիսունկներ բաներ ամնաց։ Սարյան ցույց տամ։ Ընտրեմ։ Звягинцевայի պորտրետն է։ Այս պորտրետը իր թանգարանում կա живописը։ Հա։ Կարող է մի բան ստացվի, լավարիման։ Ես շատ եմ սիրում կտավը, որ ծածկած է լինում, մի անգամ նկարված է լինում, հա, տենց շաշ բաներ անում եմ։ Վերցնում նորից վրան այնքան համով է աշխատում։ Այս տպավորությունը Ղարսից է, այսի։ Որ եկանք հասան Ղարս, այդ Վինգյոլով բանով Արարատը տեսա սենց այն կողմից, գիշեր էր էլի։ Արարատից հիշողություն ունած այն կողմից։ Չեմ իջե Ստամբուլ, բան, Անկարա չէ։ Այդ մեր հայկական այդ թաղերով, տենց այդ Մալաթիա, Մարաշ, Եփրատի վրայով որ անցանք, խենթացանք, Վինգյոլ բարձրացանք, вообще ասենց էլ չէի գտի բանով։ Շատ հետաքրքիր էր։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այդ ձեր գործերը, որ մեր մոտ վաճառվել էր ու Ֆրեզնոյում։ Լավ է sense տեսնել, չէ՞, որտեղ են։ Ես հիշում եմ, բայց ես մեկը չեմ հիշում։ Ընդհանուր